Մի հարցել աշխատանքի հետ կապված, ասում եք արտադրության արտադրության պատասխանատվերն է դա, ու հաճախ եք ասում, բայց աշխատանքային իրավունքի հետ կապված ուղղակի աշխատանքի չի խոսվում, այդ ամենով պետությունը խնդիր չի տեսնում այդ ոլորտում, ինչն է պատճառը։ Իհարկե տեսնում է։ Աշխատանքային իրավունքները կարևոր են եւ աշխատողների իրավունքները ընդհանրապես պաշտպանելու եւ մեր քաղաքացիների իրավունքները ընդհանրապես պաշտպանելու առումով գիտեք որ մեր աշխատանքային օրենսգիրքը վատը չի, եթե զուտ օրենքին անդրադառնանք, այստեղ կիրառելիության հարց կա եւ ես կարծում եմ որ վերջի տարիներին մենք բավական առաջընթաց ունենք երկու պատճառով եւ հեսա երրորդն էլ կասեմ որ ուզում ենք անել չնայած դրա մասի խոսք չգնաց բայց շնորհակալություն որ հարցը տվեցիք դա էլ է կարեւոր մեկը մենք տեսնում ենք որ այնուամենայնիվ բազմաթիվ քաղաքացիներ իրենց ոտնահարված իրավունքների համար դիմում են դատարան եւ հաճախ շահում են եւ գործատուները հիմա շատ զգուշ են իրանց աշխատողների իրավունքները շատ ավելի զգուշ են լավ այսպես ասեմ չասեմ որ ամբողջությամբ ապահովված են բայց այդպես է մեր տեսչական մարմինն է բավական լավ աշխատում այդ մասով բայց մենք հիմա մի գործիք ենք փորձում ներդնել եթե չեմ սխալվում հանրային քննարկման դրել ենք այդ օրենքի նախագիծը դա աշխատանքային վեճերի արտադատական լուծման մեխանիզմն է որպեսզի ավելի հասանելի դարձնենք իրենց իրավունքի ապահովման այդ գործիքը ստեղծելու ենք մեր նախարարության կազմում ամենայն հավանականությամբ պիսի հանձնաժողովներ մի հատ Երևանում եւ յուրաքանչյուր մարզում մեկական որտեղ մի հանձնաժողովի անդամ լինելու է նախարարության աշխատակից մեկը լինելու է արհմիությունների ներկայացուցիչ մյուսը գործատուների միության ներկայացուցիչ եւ խախտված իրավունքների դեպքում հնարավոր է նաեւ արդեն անվճար որովհետեւ դատարան դիմելու համար այնուամենայնիվ պետք է տուրք վճարել պետական տեսչական մարմինն էլ ավելի շատ պատժիչ գործիք է, հա, գործատուին, այստեղ ոնց որ հաշտարարության նման մի բան է, իդեպ հաշտարարի ինստիտուտն էլ անում աշխատանքային վեճեր, բայց դա էլ է վճարովի եւ մենք եւս մեկ ոնց որ ավելի հասանելի մեխանիզմ ենք ուզում ներդնել, բայց սա մշտական գործընթաց է, մշտական բարելավման անհրաժեշտություն ունեցող, բայց ես չեմ կարող չանդրադառնալ բալանսը պահելու խնդրին որտեվ աշխատողների իրավունքները շատ կարևոր են, շատ կարևոր են, բայց մենք չենք կարող դրանք ֆետիշացնել, հա, որտեվ մենք ունենք տնտեսություն, որը պետք է աճի, եւ մենք ունենք աճող տնտեսություն, եւ մենք այդ բալանսը պետք է գտնենք ամեն տնտեսության զարգացման մակարդակին, որտեվ բազմաթիվ եւ նաեւ մենք ստանում ենք բազմաթիվ առաջարկներ բաներ, որոնք լավն են, որոնց մենք կգանք մեր զարգացման ինչ որ մի փուլում, բայց դեռ պատրաստ չենք դրանց։ Հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց շատ են տարբեր տեսակի եւ նաեւ պետք է նաեւ ուսումնասիրենք այն բոլոր երկրների փորձը, որոնք այս կամ այն գործիքը ներ են դրել իրենց տնտեսական զարգացման վրա ինչպես է ազդել, որտեղ մենք աշխատում ենք որպես մի ընդհանուր մարմին, մի կառավարություն եւ այդպես կոնֆլիկտային շահեր չունեն, որպես այդպեսին գերատեսչությունների միջև։